Փառք Հիսուսին, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ասում եմ շնորհքով եւ ողորմությամբ այսօր մենք ունենք երազանց այս հանդիպումը։ Ինչու եմ ասում մեծ շնորհքով եւ ողորմությամբ, որտեւ եթե Աստված չկամենար, մենք այսօր չենք հավաքվի։ Բայց նա կամեցել է։ Եվ մեր ամեն մի պաշտամունքը հրաշք է, եղբայրներ քույրեր։ Ես վերեմ ձեզ մեծ բարևներ տարբեր երկրներից, եղբայրներ քույրեր։ Կրասնոդարից, Երուսաղեմից, Մոսկվայից եւ Փարքասու այստեղ ենք, Տերը օրհնի։ Նստեք։ Ուրեմն ես իրոք հրաշքով եւ ասում եմ ողորմությամբ եմ այսօր ձեր մեջ, որովհետեւ ընդհանրապես 3 օր առաջ ոչ մի ճանապարհ չկար, որ Երուսաղեմից դուրս գանք։ Օդանավականները բոլոր փակված էին, թռիչք չկար եւ միջև այսօր էլ չկա թռիչք։ Եվ մենք արդեն հույս չունենք, թե ինչպես պետք է դուրս գանք Իսրայելի երկրից։ Բայց Աստված մեծ ողորմություն արեց, ճանապարհ բացեց Եգիպտոսով եւ հիմա արդեն այստեղ ենք։ Եվ դա ասոկանքն էր։ Մենք ծրագրել ենք ընդհանրապես 2-3 օր լինենք Իսրայելում, բայց Աստված ձգեց 7 օր։ Դե մի քիչ տխրել է, եղբայրն ասում են Խաչիկ եղբայր, դու մեզ ինչ սովորացնում ես, որ մենք ասոկանք ընդունենք, չէ՞։ Ասում եմ, այո, դե ասում ընդունի ասոկանքը սենց է։ Տերը օրհնի մեզ բոլորից։ Բայց իրոք ասոկանքը շատ գեղեցիկ էր, եղբայրներ քույրեր, Աստված տարավեն ճանապարհով, որով որ իր ժողովուրդը անապատում 40 տարի մանր գալիս։ Մենք պատկերացնում ենք անապատ մի հարթավայր, ավազներ, բայց Սինայ այդ կղզի, կիսակղզի անապատը սարսափելի է, եղբայրներ քույրեր, միայն քարեր եւ սարեր, քարեր, սարեր եւ ժայռեր։ Եվ այդ վարորդին հարց տվեցի, ասեցի, ձեր մոտ ինչպես է եղանակները, ասում մի շոկ եւ անձրևները հաճախ չեն։ Ոչ ինչ որ կանաչ բան տեսանք այնտեղ նորմալ, ոչ ինչ որ մի բուսեր տեսանք։ Եվ այդ ճանապարհով Աստվածի ժողովուրդին տանում էր, կերակրում էր, եւ այդ ժողովուրդը ոչ հիվանդանում էր, ոչ էլ տկարանում էր։ Տերը օրհնի մեզ բոլորիս, եղբայրներ քույրեր։ Մենք Աստծո սիրված ժողովուրդն ենք, մեր վրա Աստծո շնորհքն է եւ Աստծո ողորմությունը ամեն օր, ամեն առավոտ, ամեն երեկո մեր վրա եղբայրներ քույրեր եւ ամեն գիշեր մեր վրա է։ Եվ այսօր այս պաշտամունքի տեղը ներկայ է Քրիստոսը։ Մենք հավատում ենք դրան եւ գիտենք դա։ Որտեղ Քրիստոսը, այնտեղ իր փառքը, եղբայրներ քույրեր, համաձայն եք։ Ուրեմն Աստծո փառքը այսօր ստեղծել համար եկել արդեն։ Որ դուք ուրախանաք, ցնծակ, այդ փառքով լեցվեք, այդ փառքով զորանաք եւ այդ փառքի մեջ քայլեք։ Ոչ թե միայն պաշտամունքի վայրում, այլ ամեն տեղ եւ ամեն ժամ։ Կարդում եմ Սուրբ Գրքից, եղբայրներ քույրեր, մի քանի համարներ եւ Աստված թող օգնի, որ մեր միտքը այսօր ուղղվի Աստծո սիրո վրա եւ Աստծո սպասումների վրա, որը Աստված ունի մեր վերաբերյալ, մեզ վերաբերյալ։ Կարդում ենք Ավետարան Հովանու 14:23 խոսքում։ Հիսուսը պատասխան տալիս ասելով. Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահե։ Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահե։ Եղբայրներ քույրեր, սա հասարակ միտք չի։ Ինչու համար։ Որովհետև Քրիստոսի ասած խոսքերը տարբերվում են այն բոլոր խոսքերից, որոնք երբևէ հնչել են մարդկանց ականջներում։ Քրիստոսը նոր ուսմունք բերեց աշխարհ, որը ամբողջովին փոխում էր ամբողջ աշխարհի կառույցը, եղբայրներ քույրեր։ Այդ խոսքերը շատ մարդիկ լսելով զարմանում էին, ուրիշները հիանում էին, մխիթարվում էին, բայց կային մարդիկ, որ անարգում են այդ խոսքերը, եւ կային մարդիկ, որոնք սկզբից ընդունում էին, բայց հետո չեն ուզում ընդունել։ Հիշում եք, 70 աշակերտները Հիսուսի հետ քայլեցին, նրա հանձնարարությունները կատարեցին, նրա անունից քարոզում էին, հնարավոր է որ անգամ բժշկություններ եւ զորության հայտնություններ են տեսնում։ Դու կարող եք պատկերացնել Հիսուսի հետ ման գաս, եղբայրներ քույրեր։
ինչ մեծ զորություն էր նրա ծառայության մեջ, ինչ ծեր էր արտահայտվում անձամբ Քրիստոսից, բայց այդքան բանից հետո որոշ բան լսեցին եւ ասացին, ով կարող այսպես դժվար խոսքեր լսել, եւ թողեցին եւ հեռացան Քրիստոսից։ Հրաման Հիսուս ասում է, ով ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Հիսուսի խոսքը նորից եմ ասում, եղբայրներ, քույրեր, մեր օրերում նույնպես հասարակ խոսք չի։ Հիսուսի խոսքը մեր մտածելակերպն է փոխում, մեր կյանքն է փոխում։ Մեր կյանքի ուղղությունը եւ ընթացքն է փոխում։ Հիսուսի խոսքը վերաբերվում է ամեն օրվա հարցերին, թե ընտանիքում, թե աշխատանքի վայրում, թե եկեղեցում, ամեն տեղ Աստծո խոսքը այսօր ուղված գործ ունի անելու։ Առավոտյան զարթնում ես, Աստծո խոսքը քո հետ կարող է խոսել։ Երեկոյան գնում ես արդեն ննջելու, նույնպես Աստծո խոսքը քեզ բան ունի ասելու։ Եվ այստեղ Հիսուսը երկու բան է շոշափում. սեր դեպի Աստված, սեր դեպի Քրիստոս եւ իր խոսքը կատարել։ Բայց հարց առաջանում. ինչպես կարող եմ ես Աստծո խոսքը կատարել, եթե այդ խոսքը չգիտեմ։ Եթե չեմ կարդում այդ խոսքը, եթե պաշտամունքներին չեմ մասնակցում։ Ուրեմն այսօր հաց առաջին մեր կյանքում գալիս է Աստծո խոսքը սերտել, Աստծո խոսքը ճանաչել, իմանալ։ Երկրորդ հարցը այդ խոսքը պահել։ Եվ սրանով մենք արտահայտում ենք մեր սերը դեպի Աստված, եղբայրներ, քույրեր։ Թող Տերը զրացնի եւ օրհնի մեզ։ Սրա հետևանքը ինչու՞մն է։ Ունենք մենք արդյոք այսօր օգուտ Աստծո խոսքը պահելուց։ Ունենք այսօր օգուտ սիրել Հիսուսին։ Դրանից օգուտ ունենք։ Եթե օգուտ ունենք, ուրեմն ձգտենք դրան։ Եթե օգուտ չունենք, ուրեմն անտարբեր կլինենք։ Այսօր չեմ կարդում, վաղը չեմ կարդում, մյուս օրերի չեմ կարդում Աստծո խոսք, աղոթներ չունեմ, իսկ եթե ես Աստծո հետ կապ չունեմ, ինչպես պետք է իմ սերը արտահայտեմ, սիրելի եղբայր եւ քույրիկ։ Շարունակում ենք։ Եսեք ինչ է ասում։ Եվ իմ հայրը կսիրե նրան, եւ նրա մոտ կգանք, եւ բնակություն կանենք նրա մոտ։ Հիսուս ասում է, ինքը մենակ չի գա, հոր հետ կգա։ Սա արդեն մեր գործը չի, սա իր գործն է։ Ասում է, մենք կգանք։ Եթե այսօր մեկը ձեզ ասի, ինչ-որ մի մարդ, հարուստ, հայտնի, հարավոր, օրհնյալ, այսօր գալու եմ ձեր տուն։ Կուրախանանք, չէ՞։ Մեր բոլոր գործերը կթողենք, կասենք այսօր մեր տուն ես ինչ մարդն է գալու։ Եկեք պատրաստվենք։ Հիշում եք, երբ որ Հիսուսը ասեց Զաքեոսին, Զաքեոս այսօր ձեր քո տունը պիտի գա։ Ինչ տեղի ունեցավ։ Կարող է կողքի մարդիկ թարս են նայում Հիսուսին, բայց Զաքեոսի ուրախությանը չափ չկար։ Եվ նա այնպեսի խոստումներ տվեց Հիսուսին, երևի շատերը չկարողացան այդ մակարդակին հասնեին։ Նա անչափ ուրախ էր, որ Հիսուս ասեց այսօր ձեր տուն եմ գալիս։ Այսօր դուք ուրախ եք, եւ ես ուրախ եմ, որ Հիսուսը հոր հետ մեր տուն ուզում գա, իմ սիրտն ուզում գա։ Ուրախացնում է դա մեզ, թե ոչ, եղբայրներ, քույրեր։ Մենք ունենք այսօր բազում հոգսեր, թե հոգևոր, թե նյութական։ Ունենք բազում ծանրության պատճառներ։ Առավոտվանից երեկոյան կարող է մեզ լեցնեն ծանր մտքեր, հոգսեր, խնդիրներ։ Եվ այդ ամեն հարստությունը խնդիրների մեզ այնքան կարող է ճնշի, որ մենք անգամ չմտածենք Հիսուսի մասին, որ նա ուզում է իմ սրտի մեջ բնակչություն կատարել հոր հետ։ Մարդը իր բնությամբ ոչնչություն է, եղբայրներ, քույրեր։ Աստծո համար մի կաթիլից ամբողջ ժողովուրդներ աշխարհում մի կաթիլից թեթև են։ Բայց միևնույն ժամանակ Աստծո ներկայությունը մարդու սրտի մեջ տեղավորվում է։ Ինչպես կարող եք բացատրել։ Գրված է երկինքները չեն կարող պարունակել Աստծուն, այնքան մեծ Աստված։ Բայց քո սրտի մեջ Աստված նպատակ ունի տեղավորվելու, այցելելու քեզ, քո մեջ թագավորելու։ Ինչ անձնավորություն ես դու եւ ես։ Ինչքան ամես սիրում Աստված։ Ինչքան հաճել ենք մենք իրան, եղբայրներ, քույրեր։ Բայց միջև իմ եւ քո սիրտը գալ է իր զորության փառքով եւ օրհնությունով, նա սկզբից իր խոսքն է ուղարկում։ Կընդունես իր խոսքը, ինքը կգա։
պատվես իր խոսքը, ինքը կգա։ Խոնարհվես իր խոսքի առջև, ինքը կգա։ Իսկ եթե ես չեմ ընդունում այդ խոսքը, եթե չեմ խոնարհվում այդ խոսքի առջև, եթե այդ խոսքը ես չեմ պատվում, ինչ հավատացար ուզում եմ լինել 10 տարվա, 20 տարվա, 30 տարվա, նա չի գա։ Եվ այսօր մենք հանդիպում ենք նման դեպքեր, կարող է մարդը եղբայրներ քուրեր տասնյակ տարիներ հավատացյալ լինի, բայց իր սրտի մեջ երբեք ուրախություն չունենա հոգևոր։ Միշտ հիշի այն ապաշխարության օրը 20 տարի առաջ, այդ ինչ ուրախություն էր իմ սիրտը տիրում։ Իսկ հիմա ինչ եղավ այդ ուրախությունը։ Ուր կորավ։ Որովհետև Աստված իմ սրտում չի թագավորում։ Աստծո սերը իմ մեջ չի տարածվում։ Իսկ սա հետևանք է, որ Աստծո խոսքը չենք պատվում։ Եղբայրներ քուրեր, մենք մի շատ զարմանալի տեղ ունենք Սուրբ Գրքից կարդալու, եւ այս խոսքը ուղղված է Եփեսացոց եկեղեցուն։ Հայտնության գրքում կարդում ենք, քանի որ մեր ժամանակը կարճ է, ես կաշխատեմ մի քանի տեղ կարդամ ընդհանրապես։ Հիսուսի խոսքը, երկրորդ գլուխը Հայտնության երկրորդ խոսքից։ Գիտեմ քո գործերը, գիտեմ քո գործերը։ Մենք շատ անգամ ծառայում ենք, չի ասում։ Ասում ենք Տեր Աստված, այսքան ծառայում եմ, այսքան անում եմ, դու չես տեսնում, որ այսքան քո համար զոհեր եմ բերում, ժամանակս, գումարս, ծառայում եմ, վազում եմ Տեր Աստված։ Տերը ասում է գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Այն ինչ որ քո մտքով էլ անցել, էդ էլ նա գիտի։ Մի օր խորաշուն չես քաշել, էդ էլ գիտի Աստված։ Եվ շարունակում ենք եղբայրներ քուրեր։ Եվ քո աշխատությունը գիտեմ։ Եվ քո համբերությունը, էդ էլ գիտեմ։ Եվ որ չարերին չես կարող համբերել։ Եվ փորձեցի նրանց, որ առաքյալներ էին ձևանում եւ չէին, եւ գտար, որ սուտ են։ Սա խոսում է նրա մասին, որ այս հոգևորները բավականին փորձ ունեին, ծառայում են Աստծուն, համբերում են, նեղություններ են տանում, տեսեք գրված ասում է, եւ նեղություններ կրիր, եւ համբերություն ունես, եւ իմ անվի համար աշխատեցիր եւ չթուլացար։ Աշխատում էր Աստծո համար, չէր թուլանում, կարող է չքներ գիշերները, բայց Աստծո համար ծառայում էր եղբայրներ քուրեր։ Բայց տեսեք ինչ զարմանալի բան է ստեղ գրված։ Շատ զարմանալի։ Բայց քեզ դեմ այն ունեմ, բայ Տեր Աստված։ Այս մարդիկ գիշեր ցերեկ համար ծառայում են։ Իրանց գործերը գիտես, իրանց համբերությունը տեսնում ես, այսքան հոգևոր փորձ ունեն։ Այդ մարդկանց դեմ ինչ դու կարող ես ասել Տեր Աստված։ Ինչը քեզ չի հաճեցնում այդ մարդկանց կյանքում։ Եվ մենք կարդում ենք, որ քո առաջի սերը թողել ես։ Ամեն ինչ անում ես, բայց ժամանակ չունես ինձ սիրելու, հավես չունես ինձ սիրելու, փառավոր գործեր շատ ունես, բայց ես քո սրտի մեջ սեր չեմ տեսնում։ Եղբայրներ քուրեր, պատկերացնենք մի վիճակ, երբ որ մենք միտեղ հյուր ենք եկել, եւ մեր առջև շատ լավ համով բաներ են պատրաստել, շատ շքեղ գեղեցիկ սեղան են գցել։ Նստում ենք սեղանին, մենք էլ մեր աչքի մի բան անգնում, որ մեզ ասում են, այս մարդկանց մենք չենք սիրում։ Իրանց համար ամեն ինչ անում ենք, բայց չենք սիրում։ Եղբայրներ քուրեր, ինչ ախորժակով ուտեղ հաց կուտենք ասեք։ Ով կուզի հույր գնա տենց տուն, ձեռք բարձրացրեք։ Կուզեք գնաք, բայց գերազանց ուտելիքներ են պատրաստ, դուք ես սոված եք։ Բայց ձեր ականջին լսել է, որ ձեր չեն սիրում ընդեղ։ Բայց մեծ լավ բարերներ են տալի, վայ, բարով եք եկել, ուրախ ենք, շուտվանից սպասում ենք ձեզ, ձեր համար այսքան գործեր ենք արել։ Եվ դուք ասում եք, մենք ամեն ինչ գիտենք, ինչեր եք արել մեր համար, բայց քանի որ մեզ չեք սիրում, մեզ ուրիշ տուն են հրավիրել, որտեղ շատ խոնարհ սեղան են գցել, բայց մեզ շատ են սիրում։ Ուր կգնաք եղբայրներ քուրեր։ Որ տունը կգնաք։ Առաջի թե երկրորդ։ Չեմ լսում։ Երկրորդ տունը։
Ճիշտ եք ասում եղբայրներ քույրեր, Հիսուսը նույն բանը կաներ։ Հիշում եք Հիսուսը գնաց Սիմոն Փարիսեցի տունը։ Դե Սիմոնը փառավոր մարդ էր, հայտնի մարդ էր։ Եվ նույնպես փառավոր մարդկանց էր հրավիրել այդ հանդիպմանը։ Դե գիտենք, որ աղքատ սեղան չէր գցել։ Բայց հարց նա սիրում էր Հիսուսին։ Սիրում էր եղբայրներ քույրեր։ Սիմոն Փարիսեցին սիրում էր Հիսուսին։ Պատվեց Հիսուսին։ Սեղանով պատվեց, բայց սրտով չէ։ Չէ։ Հիսուսը օրհնեց Սիմոնի տունը։ Չեմ լսում։ Հիսուսը օրհնեց Սիմոնի տունը, թե ոչ։ Ոչ, Հիսուսը Սիմոնի տունը չօրհնեց։ Հույր եկավ։ Սիմոնին դատապարտեց ու գնաց։ Այդ մարդը այդքան պատրաստություն էր տեսել։ Այդքան ծառայել էր, բայց ոչ մի բան չարեց։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս եղբայրներ քույրեր։ Իսկ մի կին եկավ այդ Սիմոնի տունը, ընկավ Հիսուսի ոտքերի տակ եւ լաց եղավ։ Հիսուսը ասեց. ով շատ աներված նա շատ է սիրում։ Թող այսօր Աստծո փառքը իջնի մեր բոլորից վրա եղբայրներ քույրեր։ Սրանով ես իմ խոսքը վերջացնում եմ։ Ծառայել Աստծուն եւ սիրել Աստծուն։ Դա երկու տարբեր բաներ են։ Մեր կյանքում պիտի լինի այդ երկուսը մեկ։ Մենք ծառայում ենք Քրիստոսին սիրոց բխած։ Բայց մեր ծառայության մեջ սկզբից սերն է գնում եւ հետո մեր գործերը։ Սկզբից սերը, հետո գործերը։ Դուք հիշում եք Պետրոսին Հիսուսը հարց տվեց. Սիրում ես ինձ, եւ հետո ասեց ինձ ծառայի։ Չասեց ինձ լավ ծառայի, որ քո սերը տեսնեմ։ Ոչ, սիրում ես ծառայի։ Հիմա այսօր մեր հարցն է. սիրում եմ ես արդյոք Հիսուսին, թե չէ։ Ես գիտեմ, որ այստեղ նստածները բոլորը շատ են սիրում Հիսուսին։ Մենք հիմա խոնարհվել ենք նրա առջև եւ իր փառքը ընդունենք մեր սրտերի մեջ։ Կընդունեք եղբայրներ քույրեր։ Նա այստեղ է։ Բացեք ձեր սրտերը եւ տեղ տվեք Սուրբ Հոգուն եւ մենք այսօր հոգով պիտի աղոթենք եւ Սուրբ Հոգով նրա սերը թող լեցվի մեր սրտերի մեջ։ Ամեն։ Աղոթում ենք։